Այսօր այսպես ասած ինչ-որ ծիսական էլի եմ կրկնում տունը ճուղ տանել, ճուղի միջոցով օրհնվել, մի քիչ այսպես երկեր կան, չէ, հայկական ժողովրդական ծաղկազարդ է, ծաղկազարդ, տոնազարդ, ծաղկազարդ, բայց արանքի այդ երկի մեջ Քրիստոս չկա։ Մի խոսքով այդ ցածր մագարտակը չէ, ասֆալտին հավասար մագարտակը չէ, ինչ որ մենք պետք է հիշենք։ Այն ինչ որ անում է ազգը առանց Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, թեև իբրև կրոնականացրել են այսպես ասած ինչ որ ծիսակարգ է մատուցվում կամ ինչ որ մի բան է մատուցվում ժողովրդի մեջ, բայց ժողովրդի համար այս օրը ավելի շատ բանի պսակի օր է, օրհնված ճյուղերի օր է, միգուցե մի քիչ էլ օրհնված ջրի օր է, բայց այս օրը իր մեջ արմատապես այդ ցածր մակարդակը չի պարունակում։ Այս օրը Քրիստոսի հաղթանակած մուտքն է Երուսաղեմ խորհրդանշում։ Քրիստոս եկավ հաղթելու։ Քրիստոսի հաղթանակը մարդկային գաղափարախոսության հաղթանակ չէր։ Քրիստոսի հաղթանակած մուտքը, որը նշվում է Ծաղկազարդի կիրակին, Ծաղկազարդի կիրակի, այսօր, տերունական օրը, որ նշում ենք, հիշում ենք Քրիստոսի հաղթանակած մուտքը իր ամբողջ դետալներով։ Հիսուսի երկրային ծառայության կարևորագույն իրադարձություններից մեկն էր։ Կարելի է ասել, սա բերում էր իր ֆիզիկական երկրի վրա որպես մարդ ապրելու այդ 3 տարի ծառայության գագաթնակետին։ Ինքն եկել էր հաղթելու։ Սա այն դրվագն է Քրիստոսի երկրային կյանքի, որը գրված է բոլոր 4 ավետարաններում։ Մատթեոսի 21-րդ գլխում, Մարկոսի 11, Ղուկասու 19 եւ Հովանու 12-րդ գլխում։ 12-ից 19 համարներում։ Մենք այս մասին քարոզեցին, խոնար հաղթանակած քարոզը պատգամը, եթե հիշում եք։ Այսօր կրկին վերլուծելու ենք, կրկին նորովի հասկանալու ենք, թե ինչ դետալներ է պարունակում, ինչ կարևորագույն հղում ունի այս հաղթանակը, ինչի համար է առհասարակ։ Եկեք կարդանք Հովանու ավետարան 12-րդ գլուխ, 12-ից 19 համարներ։ Եվ հետևյալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տոնին, երբ որ լսեցին, թե Հիսուսը գալիս է Երուսաղեմ, արմավի ծառերի ճղեր առան եւ դուրս գնացին նրա առաջին աղաղակում էին. Ովսաննա, օրհնյալ է նա, որ Տիրոջ անունով գալիս է, Իսրայելի թագավորը։ Եվ Հիսուսը մի ավանակ գտավ եւ նրա վրա նստեց, ինչպես գրված է, թե մի վախենար Սիոնի դուստր, այսինքն Երուսաղեմ, ահա քո թագավորը գալիս է էշի ավանակի վրա նստած։ Եվ նրա աշակերտները առաջ չիմացան այս բանը, բայց երբ որ Հիսուսը փառավորվեցավ, այն ժամանակ հիշեցին, թե այս նրա համար գրված էր, այն բաները արին նրան։ Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց եւ մեռելներից հարություն տվավ նրան։ Եվ նրա համար էլ ժողովուրդը գնացին նրա առաջից, որ լսեցին, թե նա արել է այն նշանը, բայց փարիսեցիներն իրար մեջ ասում էին. տեսնում եք, որ ոչինչ օգուտ չունինք, այս աշխարհը նրա հետևից գնաց։ Պրիզնատեկան որ պարտվել են։ Բառացի ասեցին որ վայ մեր մահը եկել է։ Սիրելիներս, ուրեմն Տերը իմաստություն տա, որ ավելի խորապես հասկանանք Տիրոջ հաղթանակի նպատակը, Տիրոջ հաղթանակի, որ նման հաղթանակ
մարդկային գաղափարախոսության մեջ հաղթանակը միշտ տեսնում ենք, չէ՞, եկավ, խփեց, ճարտեց, փշրեց, ինքը ուժեղ էր, խոնարհության, սիրո, սպանվելու մեջ հաղթանակը։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթքով սկսենք։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք այս գեղեցիկ օրվա համար, շնորհակալ ենք քո կատարյալ խոսքի համար, որի միջոցով դու մեզ ցույց ես տալիս քո սերը, քո զորությունը, քո փառքը։ Շնորհակալ ենք այսօրվա համար, որ առիթ ունենք հիշելու, թե ինչպիսի մեծ հաղթանակ տարավ քո խոնար որդին, եւ Տեր, այստեղից օրինակներ վերցնենք եւ հասկանանք, թե մեր հաղթանակն այս աշխարհում քո որդու միջոցով որտեղ է կայանում։ Իմաստություն տուր խոսքդ հասկանալու եւ խոսքդ խոսելու համար։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Պատմական համատեքստը այս իրողությունը տեղի ունենում Զատիկից 1 շաբաթ առաջ։ Եվ սկսվում է մեր լեզվով ասած ավագ շաբաթը։ Զատիկի ընթացքում Երուսաղեմում հավաքվում էին 100,000-ավոր ուխտավորներ։ 100,000-ավոր ուխտավորներ ամբողջ սպրված աշխարհով մեկ, այսպես ասած, հրեական դիասպորան համայնքը գալիս էր Երուսաղեմ, որովհետև գոյություն ուներ մեկ տաճար, Սողոմոնի տաճարը, որտեղ հրեա ազգը պետք է իր զատկի զոհաբերությունը կատարեր։ Այս անգամ էլ էին հավաքվելու զոհաբերություն կատարելու, բայց այս անգամվա զոհաբերության կառը իրական կառն էր։ Եկել էին այս տաղավար տոներին, եկել էին զատկի տոնին։ Զատկի տոնը հիմնականում նշվում էր հիշատակային բանի, երբ որ Աստված Եգիպտոսից ազատեց հրեական ազգը։ Եվ ամբողջ հրեաները գալիս էին Սուրբ քաղաք եւ մի բան էլ հիշում անեմ, երբ որ Դանիելը եւ առհասարակ Սուրբ մարդիկ, Աստծո մարդիկ հրեաները աղոթք էին անում, միշտ իրենց պատուհանները բացում էին դեպի Երուսաղեմ, դեպի տաճար։ Եվ այս օրերին, նմանատիպ օրերին հրեաների միաբանությունը, հրեաների այս աստվածպաշտությունը յուրահատուկ դերակատարություն ուներ։ Խորհրդավոր կերպով բոլոր ազգը գալիս էր զոհ մատուցելու, զատկի կառը մատուցելու, սա նաև ուրախության եւ հիշադակաստոն էր, դրա մասին խոսելու ենք մյուս շաբաթվա ընթացքում, հավատ շաբաթվա ընթացքում, հատկապես երբ որ հավաքվելու ենք ավակ 5 շաբթի, ավակ ուրբաթ կամ ուրբաթ չենք հավաքվի, ամեն դեպքում մենք այնպես կանենք, որ որպես եկեղեցի ամեն մարուկ դետալ առիթ ունենանք այս ավակ շաբաթվա ընթացքում զննելու, քննելու եւ հասկանալու։ Ինչևից է հավաքվել էին շատ հազարավոր, տասնյակ, 20, 30, 40 մեծ բազմություն եւ այս մեծ բազմության մեջ նաեւ կար եւս մեկ դրդապատճառ հավաքվելու։ Համատեքստը սկսվում է այն նկարագրությամբ, որ Հիսուս Ղազարոսին հարություն է տալիս եւ նաեւ ժողովուրդը դրդապատճառ ունեին տեսնելու իրենց մեսիային, մեկն ով որ անգամ մեռելների է հարություն տալիս։ Ոմանք եկել էին բացի զատկի տոնից նաև տեսնելու մեկին, ով որ մեռել է հարություն տվե։ Նախապատրաստությունը Հիսուսը ուղարկում է իր աշակերտներին գտնելու իշու քուռակին, որի վրա ոչ ոք դեռ չէր նստել։ Հիսուս Քրիստոսի հաղթանակած այդ մուտքը ապահովող քուռակի վրա որևիցե մեկը դեռ չէր նստել։ Սա Զաքարիա մարգարեության 9-րդ գլխի 9-րդ խոսքն է, որտեղ ասում է. ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արտար եւ փրկիչ, նա հեզ է նստած էշի եւ քուռակի վրա։ Ինչ է իրենք, իշի վրա է նստել, բայց Աստված
իր խոսքի կատարելության մեջ դետալ առ դետալ է ներառել եւ մինչեւ օրս մեզ ապացուցում է, որ իր խոսքը կատարյալ եւ ճիշտ է, թե պատմական համատեքստում եւ թե մարգարեական իրականանալու շրջանակներում։ Ժողովրդի արձագանքը ինքը գալիս է ավանագի քուրագի վրա նստած, բայց ժողովուրդը, ովքեր սպասում էին Մեսիային, ով որ պետք է գար, մորտեր, փրտեր, ջարտեր, փշրեր եւ իրենց ազատեր հռոմեական լծից, ահա գալիս է ավանագի վրա նստած եւ իրեն դիմավորում են ճուղերով, իրենց հագուստները փռելով, կանչում են Օվսաննա Դավթի որդուն, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, Օվսաննա բարձունքներում եւ Օվսաննա նշանակում է փրկիր մեզ հիմա։ Եվ մարդիկ, ովքեր հազարավոր տարիներ սպասել են Մեսիային, որ այն է պետք է կա զորքով փրտի թափի, գալիս է խոնար, ավանագի վրա նստած, ասում է, որ անգամ աշակերտները չհասկացան, որ սա այն է, ինչ պիտի լիներ, եւ հասկացան միայն այն ժամանակ, երբ որ ինքը հարություն առավ հրեաների համար, քանի որ շատերը չհավատացին Քրիստոսի, յուրավորները չհավատացին Քրիստոսի հարությանը, այդպես էլ այս մարգարեության իրականացումը մինչև օրս մնաց ծածկված։ Մեր արկան համեստ արկա էր, խոնար արկա էր, համեստ էր, մինչդեռ հռոմեական զորավարները մտնում էին նժույգի վրա նստած, Հիսուսն ընտրեց իշունը չէ, քուրակին։ Այս հակադրությունը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսի արկայության բնույթը տարբեր է աշխարհի թագավորական կամ արկայական մտածելակերպից եւ սա ունի հեզության, սիրո, արկայության խորհրդանիշը, որը եւ գրված է հենց մարգարեության մեջ Զաքարիա 9:9։ Բազմանշանակ իրադարձություն էր սա։ Հիսուսը հրապարակորեն անձամբ ընդունում է մեսիական դերը, թույլ տալով, ինչ է թույլ տալիս, որ ժողովուրդն ինչ են, փառաբանեն իրան, ամեն։ Մյուս կողմից էլ տրտում է հրեա իշխանավորներին արձագանքել եւ իրենց ծրագրերը ավելին նենգացնել, որպեսզի Քրիստոսին կարողանան բռնել։ Հոգևոր նշանակություն է այս բանի։ Մեսիական հայտարարությունն է սա։ Հիսուսը գիտակցաբար կատարեց մարգարեությունները ցույց տալով, որ ինքն է խոստացված Մեսիան։ Նրա ծառայության մեջ եզակի պահ էր, երբ ինքը թույլ տվեց մասսայական փառաբանություն։ Պատկերացնում եք, չէ՞։ Հիսուս մտնում է Երուսաղեմ եւ մասսայական փառաբանություն է ընդունում հրեա Աստծո ժողովրդից։ Այն ժամանակում մարդուն փառաբանել եւ նմանատիպ, այսպես ասած, հարգանք տալը կարող էր անգամ դիտվել որպես աստվածուրացություն, բայց Հիսուս ընդունում է այդ ամբողջի, այդ ժողովրդի փառաբանությունը։ Ստեղ երկակի արձագանք ենք տեսնում նաև։ Մի մասը ողջունում էր Հիսուսին, մյուս մասը պահանջում էին, որպեսզի լռեցնեն իր աշակերտներին, որտեղ այլ ավետարաններում տալիս է մանրամասն բացատրություն եւ Հովաննես 12-ում էլ ասում է լռեցրու քո աշակերտներին եւ Հիսուս այստեղ է որ ասում է, որ եթե նրանք լռեն, անգամ քարերը կաղաղակեն։ Մի կողմից արձագանք կար, որ Հիսուսը Մեսիան է եկել է, եւ մյուս կողմից արձագանք կար,
որ ահա մենք մեր իշխանությունը էսը 5 պագաս կորցնելու ենք, որտեղ ազգը ժողովուրդը գնաց իր հետևից։ Մինչև այս մուտքը եւս մեկ դրվագ ցույց տվեց, որը ավելի պատկերավոր նկարագրված է Ղուկասու 19:1-4 համարներում, որտեղ ցույց է տալիս, որ Քրիստոսը մինչև մոտենալը Երուսաղեմին արտասվեց Երուսաղեմի համար։ Սա կարծես թե մարգարեություն էր Երուսաղեմի մոտալուտ կործանմանը, որը տեղի ունեցավ Քրիստոսի հարությունից մի քանի տասնյակ տարիներ հետո, 70-ական թվականներին։ Սա ցույց է տալիս Քրիստոսի իսկական մտահոգությունը այս ժողովրդի համար, ովքեր հիմա այսպես ցնծությամբ իրեն դիմավորում են, մեկ շաբաթ հետո գոռալու են խաչեք դրան։ Աստվածաբանական խորհրդածությունները տեսանք, որ կար թագավորական հակասություններ։ Քրիստոսի թագավորությունը հակադրվում է աշխարհիկ թագավորությունը։ Հրեաները սպասում էին ազատագրող, ֆիզիկապես ազատող Մեսիային, Հիսուսն եկել էր հոգևոր փրկություն բերելու։ Ինչ է տեղի ունենում երկրորդ անգամ։ Երբ որ Հիսուսը հաղթանակած մուտքից հետո մտնում է Երուսաղեմ, անմիջապես հետո ինչ է անում։ Մտնում է տաճար եւ սկսում է տաճարը մաքրել։ Գնաց տաճար, վաճառականներից, դրամափոխներից մաքրեց եւ սա է ցույց է տալիս, որ նրա աստվածային իշխանությունը եւ մտահոգությունը ճշմարիտ երկրպագության համար է։ Սա նաև կարող ենք մարդկային լեզվով անվանել որպես ճակատագրական ընտրություն։ Չենք ասում ճակատագիր գոյություն ունի, բառը ուղղակի նույն բազմությունը, ովքեր որ ողջունում էին Հիսուսին, ասացինք, որ պետք է մեկ շաբաթ հետո գոռան խաչել դրան, ու սա է ցույց է տալիս, որ մարդկային սիրտը անկայուն է ու աշխարհիկ փառքը անցողիկ է։ Հիսուսը դրան չէր փնտրում։ Հիսուսը չէր փնտրում, որ իրան ասեն, վայ, մեր թագավորն է ֆիզիոլոգիական, ինքը մեր գլխին պետք է կայնի, գավազանը պետք է մեզի իշխե եւ այլ եւ այլ։ Հիսուսի արկա լինելու նպատակը սեր բերելն էր։ Արկա լինելու նպատակը ժողովրդին փրկելն էր մեղքերից, ոչ թե հռոմեական կայսրության իշխանությունից։ Սա պարադոքսալ բնույթ ունեցող հաղթանակ էր։ Իրա ուժը, բնույթը, ուժի բնույթը հեզության մեջ էր, ինչպես մարգարեությունն ասում է, նա գալիս է հեզությամբ, քուրագի վրա նստած, որը հաղթանակ է բերելու ոչ թե ուրիշներին զոհելու, այլ սեփական զոհաբերության միջոցով։ Այս իրադարձությունը չարչարանքների ճանապարհի, խաչելության ու հարության սկիզբն է եւ Քրիստոսի իրական հաղթանակը տեսնելու ենք ուղիղ մեկ շաբաթ հետո, երբ որ ինքը հարություն կառնի։ Քրիստոսի իրական հաղթանակը երևալի դարձավ, երբ որ ինքը հաղթեց ոչ թե հռոմեական կայսրությանը, ոչ թե հրեա իշխանավորներին եւ քահանաներին, այլ նա իր խաչով ջախջախեց խավարի իշխանությանը։ Նա հաղթեց մարդկության ամենամեծ թշնամուն։ Որն է այդ մեծ թշնամին? Մահը։ Մահ մարմնի անջատումը հոգուց եւ մահ հոգու բաժանումը Աստծուց։ Հիսուսը իր խոնարհության, սիրո ճանապարհն անցնելով հաղթեց
ոչ թե ֆիզիոլոգիական անկայուն եւ մի օր մահացող եւ դժոխք գնացող massային, այլ հաղթեց մարդկության ամենամեծ թշնամուն, մահն ու դժոխքը։ Ինչ դասեր ենք վերցնում հիմնական այս հատվածից։ Այս ինչ օր է կնշենք։ Ինչ կարևոր է որ մենք այս օրը նշենք, բայց այս օրը մեր քրիստոնյաների համար ունի մի քանի կարևոր դասեր։ Առաջի դասը, որ Հիսուս խոնար էր։ Զաքարիա 9:9 կատարվավ, որը կանխավ ասված էր Աստծու կողմից։ Ուրախացիր, ով դուստր Սիոնի, ահա քո թագավորը գալիս է քո մոտ, խոնար էշի վրա նստած։ Խոսեցինք, որ այն ժամանակվա թագավորները, քաղաքները գրավում էին հեծելազորով, նիզակներով, աղեղներով եւ զորքով, բայց Հիսուսը մտավ 12 իր աշակերտները եւ իր ընտրած տրանսպորտային միջոցը այն ժամանակվա ուղղակի էշինք օգտագործում էր գյուղատնտեսական նպատակներով, այս էր տանում, բերում եւ այլ, իշու էնել քուրագի վրա, ցույց տալով, որ Քրիստոսի թագավորությունը տարբերվում է մեր աշխարհիկ թագավորությունից։ Այս խոնարհությունը ցույց կտա, որ Աստծո առաջնորդության հիմքը հիմնված է ծառայության, ոչ թե տիրապետության վրա։ Զոհաբերության, ոչ թե բազկի ուժի վրա։ Հիսուսն ինքը հետագայում ասաց. մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի եւ իր կյանքը տա, որպեսզի փրկագնի շատերին։ Հիսուսի խոնարհությունը սովորեք, ժողովուրդ։ Մենք ուժեղ ենք ոչ թե երբ որ ձիերով ենք մտնում աշխարհի մեջ, այլ երբ որ խեզ եւ խոնար ավանագի քուրագի վրա նստած։ Մենք մեզից թող շատ մեծ բան չկարծենք, եթե Քրիստոսը լինելով կատարյալ Աստված, հես խոնար եւ որպես զատկի կառ մտավ Երուսաղեմ։ Մարդկային փառաբանության անկայունությունն ենք սովորում այստեղից։ Որն է։ Հիսուսը երբ որ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը նրան դիմավորեն ինչերով։ Ճյուղերով, իրենց հագուստներով, սա այն ամենաուժեղ բռնակալերին դիմավորելու ձևներ։ Երբ որ մեկը շատ եւ հարգալից մեկը մտնում էր, իրեն դիմավորում էին ճյուղերով, իրենց հագուստներով եւ բացի գործողությունից նաեւ բերանով էին փառաբանում։ Իրենց բերանով տավանում էին Հիսուսին որպես Դավթի որդի եւ նաեւ ակնկալում էին հենց նույն Հիսուսից փրկություն։ Օվսաննա Դավթի որդուն օրհնյալ է նա որ գալիս է Տիրոջ անունից Մատթեոս 21:9։ Եվ այնքան անկայուն է մարդկային փառաբանությունը, որ եթե այսօր այսպես մեծ խոսում ենք եկեղեցում, վայ, փառք Աստծո եւ այլ, այս կրոնական տերմինոլոգիան ենք օգտագործում, մի շաբաթ հետո կարող ենք ասել հեշտ ու հանգիստ խաչել դրան։ Ինչպես մեր ապրած կյանքով, մեր գործողություններով, մեր մտածելակերպով։ Այն ժամանակ անկայուն էին, հիմա էլ մարդկությունը չի փոխվել։ Ինչ ենք սովորում, որ մարդկային փառաբանությունը անկայուն է, բայց մենք որպես քրիստոնյաներ պետք է ունենանք ստաբիլ փառաբանություն։ Կտրուկ փոփոխությունը պատկերավոր դաս է մեզի համար։ Այն որ կտրուկ փոփոխվում է։ Մի շաբաթ առաջ Աստված էր, հիմա արդեն ավազակ։ Թքեցին, ծեծեցին, մեր գործողությունների մեջ էլ այս նույն տարը կա, որտեղ առաքյալն ասում է. ամեն անգամ երբ որ մենք գործեք, Քրիստոսին կրկին խաչն եք անում։ Զգում եք որ տարբերություն չկա։ Այսինքն պետք է մեր փառաբանությունը կայունացնենք։ Սողոմոնը գրել է. մարդու փառքը ծաղկում է եւ թառամում է ինչպես խոտը։ Ապետրոս 1:24-ում է։ Այս իրադարձությունները կհիշեցնեն, որ մենք մեր ինքնարժեքը չպետք է հիմնված լինի մարդկային կարծիքների վրա, այլ Աստծո անփոփոխ սիրո։
այդ քամուց քշվածները այդ օրպես Հիսուսին կփառաբանեին մի շաբաթ հետո, քանի որ կարծիք եղավ, որ ինքը հանցագործ է, Աստվածուրաց է, իրանք էլ հետևեցին հրյա առաջնորդներին եւ վերեցին նույն։ Մենք պետք է մեր հավատքը, մեր ամեն ինչը անփոփոխ կերպով միայն հիմնենք այն գործոնի, այն սիրո վրա, որը մեզի տվել է Աստված։ Միտքը պարզ է։ Այստեղ նաև տեսնում ենք հավատարմությունը եւ նվիրվածությունը ծառայության, կանչվածության, առաքելության։ Հիսուսն եկավ Երուսաղեմ, ինքը լիովին լիարժեք 100%-ով, 1000%-ով գիտակցում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Բազմիցս իր աշակերտներին ասել էր, ահա կգնամ Երուսաղեմ եւ ինձ կսպանեն։ Մարդու որդին պիտի սպանվի, երրորդ օրը պիտի հարություն առնի։ Այնուամենայնիվ ինքը կշարունակե իր ուղին առանց երկ մտելու։ Գնամ թե չգնամ, ցավոդ է թե քիչ պիտի ցավա։ Ինքը կադարյալ գիտեր, որ շատ պիտի ցավա, շատ պիտի հալածվի, պիտի թքվի, պիտի աշխարհի ամենաամոտալի մահով մեռնի։ Եվ սա իրեն չդրտեց, որ ինքը հավատարիմ չմնա իր նվիրված, իր կանչված առաքելությանը։ Այս օրինակը մեզ կսովորեցնե, որ հավատքի ճանապարհը քրիստոնյաներ չան։ Երբեմն պահանջում է ցավ, տառապանք, բայց միաժամանակ պահանջում է քաջություն, դեմ գնալու, պայքարելու, կանգնելու, արճակատվելու դժվարությունների դեմ։ Բայց երբեք տատանվելու։ Պողոսը գրում է Տիմոթեոսին. Ես պայքարել եմ բարի պայքարը, ավարտել եմ ընթացքը, պահել եմ հավատքը։ Մենք էլ պետք է հաստատուն մնանք մեր առաքելության մեջ։ Այս կարևոր դասը սովորում ենք հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսից այս հատվածի մեջ։ Սովորում ենք թե չէ։ Սովորում ենք, փառք Աստծո։ Այս օրինակը մեզ սովորեցնում է, այո, որ հավատքի ճամփան խաչի ճամփա է, ինքնազոհության ճամփա է, պատրաստ դեղնես կյանքդ վերցնես, դնես մահվան զոհասեղանին ու երթաս առաջ։ Հիսուսի օրինակը ցույց կտա, որ ճշվարիտ նվիրվածությունը չի նահանջում, անգամ եթե կա խնդիրներ, փորձություններ ու տառապանքներ, ու այո, հաղթական ճանապարհը քրիստոնյայի համար դժվար է։ Եվ այստեղ նաև վերջնականապես տեսնում ենք Աստծո պլանի ամբողջականությունը, Աստծո ծրագրի ամբողջականությունը։ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ նշանավորվեց Զատկի շաբաթվա սկզբով, որն իր մեջ կներառեր գահի զոհաբերությունը, չարչարանքները, խաչելությունն ու հարությունը։ Այս իրադարձությունների հաջորդականությունն իր այրտին ցույց կտա, որ Աստծո պլաններում հաջող համատեղվում են ուրախությունը ու տառապանքը։ Զատկի տոնն է, Աստված հրեաներին ազատել է բանից Եգիպտոսի փարավոնի ցեղից, ուրախանում են, ուտում են, խմում են, ուրախանում են, այն որ մենք տեսել ենք մենակ հացը կամ այնտեղ գինին սեղնի վրա, այդպես չի եղել, դա մեծ խնջույք է եղել։ Անպայման գառն էր մորթվում, դրվում սեղանին, այնտեղ դառնախոտ կերագուրն էին ուտում, այնտեղ մեծ սեղան էր գցվում։ Սա ամենաուրախալի տոնն էր։ Եվ այս ուրախալի տոնը իր մեջ նաև ներառում էր գառան, իրական գառան զոհը։ Այո, Աստծո ծրագրի մեջ, այո, երբեմն մեր ուրախությունները համեմվում են տառապանքով։ Հիսուսն ինքը բացատրեց. Եթե ցորենի հադիգը հողի մեջ չընկնի եւ մեռնի, միայնակ կմնա, իսկ եթե մեռնի, բազում պտուղ կտա։ Հիսուսն հաղթելով մահվանը, Հիսուսը հաղթելով աշխարհին 2000 տարիներ է անցել։ Ու ինքը մինչև օրս պտուղ է տալիս։ Մի տեսա հաղթանակ չէ։
Պաղեստինի տարածքից դուրս չեկավ Հիսուս Քրիստոս։ Իր ամենահեռու կետն եղավ Երուսաղեմ քաղաքը։ Ուր է հասել Քրիստոս այսօր։ Ամբողջ աշխարհը։ Ոնց է հասել ամբողջ աշխարհին։ Հեծելազորով Քրիստոս հաղթեց աշխարհին իր հաղթական մուտքը կատարելով, որին հաջորդեց իր մահը, թաղում եւ հարությունը։ Սա է իրական ճշմարիտ հաղթությունը։ Այս սկզբունքը կյանքի մահվան միջոցով հարությունը խաչելությունից հետո հույսի մեծ աղբյուրը ցույց տալն է։ Տերը այս հաղթանակի միջոցով մեզի նաև տվեց իրական հույսը։ Մարդկությունը, որը անհույս էր իր մեծագույն թշնամու առաջ, մեղքի եւ մահվան, հիմա ասում է լույս գտավ։ Լույս գտավ կարան մորթվելու միջոցով։ Սա ցույց տվեց, որ Հիսուսի դժվարության ճանապարհը, որը ինքը սկսեց հաղթական մուտքով Երուսաղեմ, հաղթանակի ճանապարհ դարավ նաև մեզի համար։ Ու Աստծո պատմությունը, Աստծո հաղթանակը իր զավակների համար չավարտվեց խաչելությամբ, այլ հույսով, հարությունով։ Սա է հաղթանակը, որը Հիսուս պիտի տաներ այս մուտքով։ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ հետևաբար ոչ միայն պատմական իրադարձություն է, քրիստոնյաներ ջան, այլ հավերժական ճշմարտությունների հարուստ աղբյուրն ու խոնարհությունն է, հավատարմությունն է, հույսն է Աստծո սիրո անփոփոխ բնույթի մասին։ Ասում է ուրախացեք, որտեղ ես հաղթեցի աշխարհին։ Ինքը հաղթեց, իմ ու քո համար հաղթեց։ Ինքը հաղթելու կարիք չուներ իր համար։ Դուք կպատկերացնեք, ինքը հենքան տգար մեկներներ, որ հաղթելու ինչ-որ մեկին կարիք ունենար։ Ինչ դուք կմտածեք, որ Հիսուս իշխանության կարիք ուներ։ Հիսուս փառքի պակաս ուներ։ Հիսուս մային հաղթելու կարիք ուներ։ Ինքը որևիցե բանի կարիք չունի։ Ուստի այսօրը կարող ենք վերնագրել եւ անվանել Հիսուս Քրիստոսով քրիստոնյաների հաղթական օրը։ Հիսուս հաղթեց ձեզի համար։ Դուք էլ կռացածմիկ եք աշխարհի առաջ։ Մի թույլ տվեք, որ մեղքը իշխե ձեր վրա։ Ուժովացեք, որովհետև Հիսուս հաղթեց աշխարհին։ Հաղթանակած եք։ Ամեն անգամ ավետարան տալուց հիշեք, որ դուք այդ հաղթանակն եք փոխանցում ուրիշներին։ Այսօրն էլ հաղթանակած օր է։ Տերը օրհնե ամեն մեկիդ։ Եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար։ Շնորհակալ ենք, որ մինչև օրս սովորեցնում եւ առաջնորդում ես խոսքիդ միջոցով։ Քո որդին առաջնորդվեց քո խոսքով, քո որդին առաջնորդեց քո խոսքով։ Եվ հիմա այն քո որդու միջոցով փոխանցված է մեզ, եւ այս միջոցով սովորեցնում ես քո խոսքի կատարելությունը եւ ապրեցնում։ Շնորհակալ ենք այն մեծ զոհի համար, որ դու մեզ համար տվեցիր։ Շնորհակալ ենք այն մեծ հաղթանակի համար, որ դու մեզ շնորհեցիր։ Թեև մենք պարտված ենք աշխարհի մեջ, բայց հիմա Քրիստոսի հաղթանակը մեզ որակված, կանչված ենք քեզ ծառայելու։ Օգնիր, որ քեզ ճշմարիտ կերպով հետևենք։ Ոչ թե միայն այսօր ասենք Օվսաննա, Դավթի որդուն,
այլ այդպես ապրենք մինչև կյանքերիս վերջ, փառաբանելով եւ քո վրա հուսացած։ Շնորհակալ ենք ես հաղթության համար, քո որդու անունով, ամեն։